Այս սուտ խոսեցիք, զոհ չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին, 10 հոգի մարդը, եթե բենզինի տրաքելուց է, դա ուրիշ բան է։ Մեքենայի մեջ եմ հիշել, ասի, բայց մի րոպե 10 ասեցի, ու տենց գնաց, ասի զանգեցի մեր տղաներին, ասի մենք ճշտեք, ոնց որ դեռ սխալ թիվ եմ ասել։ Այս սա եղել պատմությունը, ասի հայտարարություն անենք, ներողություն խնդրենք, մեր եղբայրներն են, մեր քույրերն, ինչի մասին է խոսքը։ Այդ որ ասել է պարոն Սիմոնյանը, շատ ճիշտ է ասել։ Պետք է դուք տեսաք ինչ զոհեր են ունեցել։ Այդ ձեզ է թվում, վերեք ինձ, դուք այդ սուտ եք խոսում։ Ես առաջի 11 հոգին եմ հիշում, որ ազգային անվտանգության տղեկը մաց։ Մոտս դե տպավորությունը բան եղավ։ Այս է եղել, հիմա ինչ եք ուզում։ Զոհ չեն ունեցել։ Այդ սկզբի մի կռիվն ա եղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ Այսինքն չեն կռվել իրենք։ Ով ասում որ կռվել են։ Ով ասեց որ կռվել են։ Որտեղ են կռվել։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր արցախցի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ 44 օրյայի ժամանակ ես չեմ կարող ասել։ Ես դրա մասնագետը չեմ, այդ նորից կգնաք դատարաններում կլսեք ոնց է եղել։ 44 օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։